Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին հավանաբար հետևում եք ազգային ժողովի աշխատանքներին։ Ըստ էության բովանդակային տեսանկյունից ակնհայտ է, որ կան խնդիրներ։ Մենք պատկերացնում ենք, որ ազգային ժողովում պետք է կոնկրետ մեր հայրենակիցների կյանքը, բարեկեցությունը փոխող հարցեր քննարկվեն, կոնկրետ ծրագրեր քննարկվեն, բայց իհարկե այս ժամանակահատվածում մենք դրան ականատես չենք լինի։ Մի կողմից, որովհետև դեռևս օրենքի նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ չեն քննարկվում, այլ քննարկվում է ազգային ժողովի ինստիտուցիոնալ ձևավորման հարցերը։ Բայց պայմանականորեն, երբ մի թեկնածու առաջադրվում է X կամ Y պաշտոնին, ապա հնարավորություն է լինում հարց ու պատասխան ունենալու։ Այդպես եղավ նաև իմ դեպքում, երբ մի շարք հարցեր տրվեցին, բայց դրանցից ըստ էության մեծամասնությունը իր մեջ չէր պարունակում այն բովանդակությունը, այն կոնկրետությունը, որը իսկապես հետաքրքիր կլիներ մեր հայրենակիցներին։ Ես կպատկերացնեի, որ օրինակ քաղ բանտարկյալների հարցի վերաբերյալ կլինեին այնպիսի քննարկումներ, որ մեր հանրության մեջ այլևս որևէ մի անձ չէր պատկերացնի, որ Հայաստանում քաղ բանտարկյալները առաջնային խնդիրներից մեկը չի։ Տեսեք, քաղ բանտարկյալների հարցը հատկապես ընդգծվում է խափաման միջոց կալանքի, տնային կալանքի եւ ապօրինի հետապնդումների կոնտեքստում։ Այսօր էլ Հայաստանում այդ վիճակը իսկապես ահագնացող է։ Լուծումներ դրա վերաբերյալ կարող են լինել, իհարկե կարող են, բայց առաջնայինը դրա համար պետք է քաղաքական կամք։ Այն, որ այս իշխանությունները ճիշտ հակառակ կամքը ունեն, դա եւս ակնհայտ է։ Ինչևէ, մենք սրա վերաբերյալ եւս ունենք կոնկրետ լուծումներ, որոնք ներկայացվելու են, բայց նախքան այդ, պատկերացրեք, անձին գտնվում են կալանքի պայմաններում, երբ նույնիսկ մեղադրանքները ոչ մի տվյալ իր մեջ չեն պարունակում։ Մինչ օրս Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի պայմաններում, եւ եթե հարցնեք դրա իրավական հիմքը որն է, 0։ Եվ այսպիսի դեպքեր, այո, կարելի է քանիցս ներկայացնել։ Դրա լուծումների շուրջ կրկին եմ ուզում ասել, մենք կոնկրետ լուծումներ ներկայացնելու ենք եւ այն համոզմունքը, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որևէ մի պահ, որևէ մեկի մոտ թող չնվազի։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ ազգային ժողովում, այսպես ասած, պաշտոնների ինստիտուտի տեսանկյունից մի քանի հանգամանքն է, որ կցանկանայի առանձնացնել։ Այն որոշակի լրացուցիչ գործիքակազմ է տալիս, հատկապես խորհրդարանական դիվանագիտության կոնտեքստում, որը մաքսիմալ իրացնելու ենք եւ այդ իմաստով նաև պատասխանատվությունը, որը ինքս ստանձնել եմ, մեր քաղաքական թիմի որոշմամբ իրացնելու ենք։ Այդպես նաև այլ հարցերում եւս։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, որոշակի իմաստով ուզում էի ներկայացնել իրավիճակը ինչպիսինն է, ինչ փուլում ենք գտնվում եւ ինչ գործողություններ են սպասվում առաջիկայում։ Սիրելի հայրենակիցներ, այս օրերին նաև շատ հստակ, կարծում եմ բոլորի համար ակնհայտ դարձավ, որ այս ընտրություններին, այն ընտրախախտումները, որոնք թույլ են տվել օրվա իշխանությունները, դրանց վերաբերյալ հակափաստարկ չկա։ Հունիսի 7-ի ընտրությունների լեգիտիմության դեֆիցիտը որևէ մի հակափաստարկ դրան չունի։ Այսինքն մեր պնդումները, որոնք այդ մասով էլ ներկայացրել ենք, առավել քան հստակ են։ Իհարկե, քաղաքական բնույթի հարցեր քննարկվելու են ազգային ժողովում, քանի որ այն քաղաքական մարմին է, բայց առաջնային իր գործառույթը դա մեր հայրենակիցներին ներկայացնելն է։ Հենց դրանում է կայանում ներկայացուցչական մանդատի էությունը։ Փորձելու ենք վստահաբար մաքսիմալ դա եւս իրացնել։ Ուժեղ Հայաստան լինելու է, սիրելի հայրենակիցներ, ազատություն բոլոր քաղ բանտարկյալներին, Աստված պահապան մեր հայրենիքին։ Շնորհակալ եմ։